Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, բան Ժ.Ը. Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ։ Արդ ես ծնունդս մեղքի և մահացու երկունքի որդիս, արդարև պարտավոր եմ մի օրվա մեջ բյուր քանքարների տույժը հատուցել։ Սակայն ոչ թե մարդկային մտքի փոքրության համեմատ եմ ես ներումն հայցում, այլ Փրկչիդ Հիսուս Քրիստոսի աննվազելի լիության չափով եմ պաղատում մարդասիրություն։ Չկայի երբեմն և ստեղծեցիր, ես չաղաչեցի և դու գոյացրիր, դեռ աշխարհ չեկած տեսար դու ինձ, չէի հայտնվել և դու գթացիր, չէի խնդրել ես, խնամարկեցիր, չէի բարձրացրել ձեռքս, նայեցիր, չէի պաղատել և ողորմեցիր, չէի ձայն հանել և դու լսեցիր, չէի հառաչել և ունկնդրեցիր, գիտեիր, թե ինչ կպատահի ինձ և չանտեսեցիր, նախատես աչքով քո նկատեցիր չարագործությունը պատժապարտիս և հորինեցիր ինձ։ Եվ արդ ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկված և այնքան խնամոտ սիրովդ հոգացված, արա դու այնպես, որ չարահնար մեղքերի հարվածն ինձ դեպի կորոշ չտանի իսպառ։ Թող համառության մառախուղը իմ քո ներողության լույսին չհաղթի, և ոչ էլ սրտիս կարծրությունը քո երկայնամիտ համբերությանը, և կամ մսեղեն այս մահկանացուն քո լրությանն ամենակատար, ոչ էլ նյութեղեն տկարությունս իմ քո բարձրությանն անպարտելի։ Ահա կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անվամբ հզոր, արա այն առողջ, ինչպես էր առաջ, երբ դրախտի փափկության մեջ կենաց պտուղն էի քաղում ես, ախտավոր կնոջ նման կաշկանդված, գոսացած ձեռքով, գլխիկոր, շվար և անուղղելի մեղքերով կքած թշվառ իմ հոգին, սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա, չի նայում վերև, որ քո երկնայնոց ողջույնը չառնե։ Խոնարհվիր վրաս միայն ողորմած և բարձրացրու ինձ գետնահար ընկած ծառիս բանավոր։ Բարևայելուչ կյանքով վերստին ծաղկեցրու չորացյալիս, ըստ աստվածաբանության սուրբ մարգարեի։ Ինչպես ի ծնե լուսազուրկ մի կույր, չունեմ տեսողություն, որ կարողանամ տեսնել Արարչիդ դեմքն ու պաղատեմ, հզոր բարեգութ, դու միայն պաշտպան, քո անճառ սիրո հոգածու ակնարկն ինձ դարձնելով, շնչավոր խոսուն քո անոթի մեջ անէությունից լույս գոյացրու դու։ 12 տարվա ախտով տառապած, տանջահար, տխուր, կնոջ նման ես մեղքի արյան մեջ ողողվում եմ, տես։ Անմատույց լույսով քո պարածածկված, նայիր բարձունքից, ուր չկա քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ, բայց ամենուրեք տարածված են քո հրաշքներն հզոր։ Մեղսոտ կնոջ պես պատժապարտս ես օծման յուղով չէ, որ մոտենում եմ կենսաձիր ոտքիդ, կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա, այլ հավատս ամբից իմ բազուկների վերամբարձումով, ստույգ դավանմամբ, հոգու ողջույնով և փակ շուրթերով երկրպագելով, և աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաև հեծեծանք, ահա, բժշկություն եմ աղերսում հոգուս։ Գոյությունն հոգուս մեղքությամբ լուծված և քայքայված է մեղքերով համակ, և մարմնիս շինվածքը իրենց վրա վերցնող ոտքերս, որոնք քայլում են կաղալով տխեց ու խիստ անհաստատ, և որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ դեպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մեջ, զորացրու դարձյալ, ով ամենազոր, քանզի դու միայն կարող ես փրկել։ Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ, ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի։ Զգայուն հոգուդ մեծ ողորմությամբ, ինչպես բուժեցիր ավետարանում հիշատակվածին, հրաշափառորեն շնորհիր և ինձ բանդ կենդանի, որպեսզի ես էլ խոսեմ անսայթակ։ Ախտով վարակված մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպես կենդանի մեռյալ, իլուր ողբագին հետեծանքներիս և թշվառությանն իմ կարեկցելով, ով դու բարերար որդի Աստուծո,
Քո օրհնաբանված աչքերի ցողով ինձ ոտքի հանիր կրկին կենդանի, ինչպես սիրելուդ անշարժ ու անշունչ մեռելությունից։ Ստույգանորեն եմ տարակուսյալ, մեղքի գուբն ընկած, ձեռքդ ինձ տալով արև անստվեր, որդիդ բարձրյալի, քո ճաճանչափայլ լույսին հանիր ինձ։ Ինչպես աղեխարշ թշվառ ճիչերով, մատների տխուր տատանումներով կուրծքծեծելով, արցունք թափելով, տխրամած դեմքի տվայտանքներով, իր միամորիկ որդուն ողբացող Նայինի այրին, ես էլ սրտագին սաստիկ հեծությամբ պաղատում եմ քեզ, տուր հուսահատիս քաջալերություն քո մխիթարիչ և կթոտ խոսքով, ասելով և ինձ, ով բարեբանյալ ստեղծիչ աշխարհի, թե մի լար այդպես սաստիկ ողբալի, որպեսի կրկին կենդանացած այն պատանու հետ, որ սփոփեց վիշտն իրեն ծնող մոր, ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգված, այս սահարությամբ անզգայացած դիվալուկ ու քարակոշկոչ, հեղձամաղձուկ ու եղկելի քստմնելի գիսախռիվ մազերով, վայրենադեմ ու ցնորամիտ մարդկանց հետ, որոնց դու ողորմեցիր, ես էլ նրանց պես քեզ պիտի դիմեմ, ամենափրկիչ, հեռու դու վանիր ապականարար գնդերը չարի մարմնիս խորանից, որպեսի հասնի հոգին քո բարի և հանգստանա այնտեղ վերստին, և մաքուր շնչով լցնելով մարմինս ու անդամներս, զգաստացնես ինձ խելագարվածիս ամենաթշվառ, դժոխաբնակ և վտարանդի հոգիների հետ կերված նաև ես, արգելափակված տառապում եմ խիստ, փառահեղ ճառագայթը քո ողորմության, լույսդ իմ անցկալի ծագելով վրաս, ինձ պառակտիչի կապերից փրկիր, վհատ կերպարանք է առել հոգիս, որ գաղտնորոգայթ և աներևույթ արահետներում մոլորաթափառ, գարշ իմ մեղքերով է հիվանդացած, իմ չարագործի թույնից գոյացած այտուցքներն անտես, որդի Աստուծո, քեզ միայն հատուկ քո կարողությամբ առողջացրու դու գթասիրաբար։